Ինչով եք պայմանավորում Ադրբեջանի նման ագրեսիվ կեցվածքը։ Նորություն չի իրենց պարվածքը։ Միշտ էլ ապատեղակատվությունը, երբ որ իրենց պետք է եղել, իրենք արել են եւ հիմա էլ շարունակում են, ունեն իրենց նպատակները, գոնե ինչ որ լարվածության օջախ պահեն Հայաստանի տարածքում եւ դա իրենց հաջողվում է, որովհետեւ հիմա մենք այդ ենք քննարկում, բայց դա խաղաղության օրակարգի մեր պատկերացումների մեջ չի տեղավորվում։ Դա է խնդիրը։ Ադրբեջանի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը այս օրերին պարբերաբար գրում էր Facebook-յան էջում, որ պատրաստ է ստորագրել, ես պատրաստ եմ ստորագրել հենց այս պահին, ասում է, եւ Ադրբեջանին կոչ է անում, որպեսզի գան բանակցությունների սեղան վերադառնա, ստորագրեն դա, բանակցություններ սկսեն ստորագրելու հետ կապված։ Այսինքն ինչ մտահոգություն կա հայկական կողմից, Ադրբեջանը ձգձգում է, որպեսզի էսկալացիա Տեսեք, այսօր նիստից առաջ էլ բարման կարգով Գեղամանուկյանը խոսեց, որ Փաշինյանը խոսել էր, որ զինված ուժերին, այսինքն զգոնության այդպիսի առաջադրանք ինչ որ բան է։ Չէ, շարունակեք ձեր։ Դե ուրեմն, երբ որ ես խոսում եմ, աշխատեք լռեք։ Կլինի այդպես։ Առանց որևէ միմիկայի շարժման։ Ուրեմն, ըստ էության, զինված ուժերը դրանից ոչ թե մտահոգվել էին մեր գործընկերները, ոչ թե զգոնության պակասի խնդիր առաջանալու, այլ ավելի զգոնությունը ավելացնելու խնդիր, որովհետև հակառակ կողմին ընդհանրապես հիշեցրեցին, որ կրակելու այն մասին, որ դուք խոսում եք, գոյություն չունի։ Ամենաբարձր մակարդակով ասվեց դա, եւ իրականությունը մենք անդադ հերքելով ոնց որ թե որևէ լուծման չենք բերել այդ հարցերը ներկայացնող ադրբեջանական կողմին։ Մենք չենք կրակում, անդադ հերքում ենք։ Էսկալացիայի վտանգ այս բան չեք տեսնում, քանի որ մենք հետևում ենք սահմանային իրավիճակը եւ ինչ որ խորությամբ։ Բնականաբար եթե վտանգ տեսնենք, զինված ուժերը վտանգի մասին ոչ թե խոսում են, այլ իրականացնում են իրենց իրավասությունների սահմաններում գործողությունների պլան, որը ըստ անհրաժեշտության իրենք կիրառում։ Այս բանի կուտակումներ չկան։ Ադրբեջանը միշտ նախապայմաններ քաշելու է, բայց Ադրբեջանը նաև հայտարարեց, որ պայմանագրի հետ կապված որևէ խնդիր ինքը դա այլևս չի տեսնում։ Բայց դա շատ ժամանակավոր արձագանք էր, որովհետև Փաշինյանը արձագանքեց, եթե խնդիր չկա, ստորագրում եմ, դուք պատրաստ եք ստորագրել, նաև արձագանքեցին, նաև միջազգային, գործընկերներ, առանձին պետությունների ղեկավարներ եւ այլն, որ ողջունում են վերջին հաշվով տարածաշրջանի խաղաղությունը պետքա փաստաթղթով ամրագրվի, որպեսզի սկսենք դա իրականության մեջ կառուցել։ Դրա մասին է խոսքը։ Քոչարյան ընդդիմախոսները իշխանությանը մեղադրում են խաղաղություն մուրալու մեջ, հենց այս բառերով, եւ հաշվի առնելով նաեւ Փաշինյանի այս վերջօրե գրառումները անընդհատ պարբերաբար գրում է, որ ես պատրաստ եմ անգամ միակողմանի ստորագրել։ Դուք դա համարում եք մենք մուրալ բառը շատ վատ բառ է, որովհետեւ դրանով դուք մեր դիմադրողականությանը վնասում եք։ Չարշա մուրալ։ Իհարկե մենք ոնց որ իրենք ժամանակին մենք մուրալու մասին չենք ասի, չէ՞ որ իրանք մուրում էին ինչ-որ պահի, բայց իրանք համբերատար, գլուխները կախ, ժամանակը ճիշտ օգտագործեցին եւ կառուցեցին այն համակարգը, որով իրենք լուծեցին իրենց արժեվ դրված խնդիրը։ Մենք ի տարբերություն իրենց 94-ի հրադադարից հետո ունենալով առավելություն, ունենալով հրադադարի հնարավորություն, մենք ոնց որ թե մեր հաղթանակները ստորադասեցինք այլ անձնական խնդիրների եւ մենք կորցրեցինք մեր կարողությունների մի զգալի մասը։ Եվ դա արձանագրվեց նաեւ պատերազմի ելքիով, 44 օրյա պատերազմի եւ նաեւ քարորիայի ժամանակին։ Այնպես չասենք քարորիայում հաղթել ենք, 44 օրյայում պարտվել ենք։ Ոչ, 30-ում էլ պարտվել ենք եւ դա արձանագրված է քննիչաժողովի աշխատանքների ընթացքում։ Մի վարքյան։ Ես չեմ տվել հնարավորություն, դուք հիմա սանկցիաների տակ եք։ Շատ լավ, հիմա մի վարքյան։ Տեսեք, ցես խանգարում, այո, ինձ է խանգարում տվյալ լրատվամիջոցը, որի անունը չգիտես ինչ է, Tribune։ Շատ լավ, ասեք, շարունակեք։ Ինչ էր։ Հիմա մի վարքյան, դա ոչ թե մենք ընդդիմադիր, խոսույթով, որ մենք վախեցած ենք, ենք, չէ, իրականում խաղաղություն մենք չենք մոնում, մենք խաղաղություն ուզում ենք։ Խաղաղությունը պետք է նաև Ադրբեջանին, խաղաղությունը պետք է
մեր հարևան բոլոր երկրներին, Իրանին, Թուրքիային, որտեղ խաղությունն է բոլորի նպատակը։ Ինչքան էլ կռվես, կռիվ անելը հեշտ է, խաղության հասնելը դժվար։ Խաղությունը դա մարդկային կյանք է, դա կորուստներ են, դա պետությունների քանդման ընդհանուր հիմնահատակ քանդման հնարավորություն է։ Ինչի՞ չապրել խաղաղ պայմաններում։ Ադրբեջանը ունի առավելություն եւ նա իներցիայով անդադ իր խոսույթը դնում է, որ հաղթողի դիրքերից։ Գուցե տարիների ընթացքում Ադրբեջանի ներկայիս ղեկավարը ինքը այնքան է մեջը կուտակել, որ հիմա այս հաղթանակից կարող է ինքը ուզում է ավելի շատ մեզ այսպեսի լարված վիճակը ավելի տևական դարձնի։ Գուցե դա հոգեբանություն է, բայց մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով, իսկ խաղաղությունը մեզ պետք է, մեզ բոլորից, ձեզ առաջին հերթին, մեր ընտանիքներին, մեր պետությանը, որպեսզի մենք մեր խնդիրները կարողանանք հնարավորինս արագ եւ որակով լուծել։ Որոնք են այդ խնդիրները։ Առաջին հերթին անվտանգային խնդիրները։ Տեսեք, երբ որ խոսում եմ անվտանգության միջավայրի մասին, ես շատ չեմ էլ ուզում ծավալում, որտեղ այդտեղ ունենք ձեռքբերումներ, որի մասին հիմա ես չեմ կարող հանրային տիրույթում խոսել։ Խոսքը ռազմարդյունաբերության կամ այնտեղ սպասվելիք մեր հաջողությունների տեմպերի մասին է։ Վաղը այստեղ կլինեն ծրագրի քննարկում բոլոր ուժային կառույցները եւ այնտեղ կներկայացնեն իհարկե փակ մասը, եթե լինի դուք չեք ունեն հնարավորություն դա լսելու, բայց դա գոնե մենք արձանագրենք այն ինչ-որ բյուջեով նախատեսված մասում մենք արձանագրել ենք, շարունակում ենք բարձրանալ, որտեղ խոչընդոտ ունենք եւ որտեղ պետքա կառավարություն եւ ազգային ժողովը համատեղ այդ լուծումները գտնի։ Ուզում եմ ասեմ, խաղաղությունը բարդ բան է։ Պարոն Քոչարյան, դուք ասում եք Ադրբեջանը պայմանագրում։ Ես չավարտեցի, չէ՞։ Ինչ ստացի։ Ուզում եմ ասեմ խաղաղություն